վաճառքներն ընդլայնելու, ավելացնելու մասին։ Ապրանքների արտադրության ավելացման ասորտիմենտի մասին։ Եթե դուք վաճառում եք, չգիտեմ, երշիկ, հա, մտածեք սոուսների մասին։ Մենք հաշվարկեցինք մեր ծառայության իրական գինը, իրական արժեքը։ Ինչքանով է քո ապրանքը կամ ծառայությունը հետաքրքիր B2B շուկայում։ Երբ որ դու ընտրում ես B2B գործընկեր, ամեն դեպքում այդ C-ի մասին չպետք է մոռանաս։ Համայնք ստեղծելը դա թանկ է, իսկ եղած համայնքի մեջ մտնելը ուր է երեխաների food court-ը։ Իրանց բարբերաբար թվում է, որ իրանք այդ սեգմենտից դուրս անելիք չունեն։ Ես զարմանում եմ, որ իրենք ակտիվ չեն սոցիալական ցանցերում, որտեղ ամեն ինչ անվճար է։ Ողջույն։ Օգտակար ալիքի եթերով նորից գործար մտագրողն է եւ մեր հերթական մտագրողը իրականացնելու ենք ես Գևորգ Պողոսյան Impact Hub Երևանի Impact Hub Armenia հիմնադրամի գործադիր տնօրենը, Նարեկը Ալեքսանյան միջազգային փորձագետ եւ Սամվելը Գևորգյան BSC բիզնեսի աջակցման կենտրոնի հիմնադիր, բայց վերջի ամեն դեպքում ընկերներով, գործընկերներով, ովքեր արդեն տարիներ շարունակ իրականացնում են գործար մտագրող։ Ողջույն Գևորգյան, ապրեշտույն։ Ինչպես մեր ընկեր Նարեկն ասում, ընկերներով։ Ընկերներով, այո։ Ամենահամուր բառը։ Դուք հարգելի հետևորդներ, լսողներ, դիտողներ մեզ, խնդրում եմ մի մոռացեք հետևել մեր հաղորդմանը, բաժանորդագրվել, կիսվեք ձեր ընկերների հետ, ինչպես Նարեկը արդեն դարձրել է ավանդույթ, ոչ ավել քան 5 ընկերների հետ խնդրում եմ յուրաքանչյուրդ կիսվեք հաղորդումը եւ նաեւ մի մոռացեք գրել մեկնաբանություններ, որովհետեւ ձեր մեկնաբանությունները շատ օգնում են մեզ ել ավելի ընդլայնել թեման, քննարկել, մեր մյուս հետևորդներին միգուցե նոր հնարավորություններ են տալիս թեմայի վերաբերյալ դեռ շարունակել թեժ մտագրող եւ ինչի է մեզ քան խոսում մեկնաբանությունների մասին, որովհետեւ այսօրվա թեման, որ ես ուզում եմ որ մենք քննարկենք, ուղիղ կապ ունի մեր հետևորդների մեկնաբանությունների հետ, երբ որ ես տեսա, որ մեր վերջին հաղորդումներից ամենաշատ մեկնաբանությունները ստացել էր 21 խորհուրդը բիզնես սկսելու, մտածեցի, որ սա պարբերաբար լավ կլինի, որ կրկնենք կառուցվածքային առումով եւ այսօր խոսելու ենք էլի 21 խորհուրդ ենք փորձելու տալ, բայց ոչ թե բիզնես սկսելու, այլ վաճառքներն ընդլայնելու, ավելացնելու մասին։ Օհո։ Challenge։ Պատրաստ։ Ուզում ես մարտահրավեր նետեց։ Այո։ 21։ Նախ Գևորգյան ողջունում ենք, շատ հետաքրքիր մոտեցում է ու սա եւս մեկ անգամ փաստում է, որ մենք ուշադիր ոչ միայն կոչ ենք անում, խնդրում ենք եւ խրախուսում ենք, որպեսզի մեկնաբանեն, ակտիվ լինեն, այլ նաեւ հետևում ենք այդ ամեն ինչի արդյունքում փոփոխություններ ենք բերում, որովհետեւ ինչպես դու չես կարող քարոզել փոփոխվել, հա, ճկունություն ցույց տաբերել եւ այլն, միևնույն ժամանակ դու ինքդ չփոխվես, հա։ Հետևաբար գործարար մտագրողի համար եւս շատ կարեւոր է, որպեսզի մանավանդ այն ունիկալ հետաքրքիր լսարանը, որ ձեռք ենք բերել, որին մենք շատ շնորհակալ ենք, հա, որտեվ նաեւ փողոցներում միջոցառումների ժամանակ մարդիկ մոտենում են, գիտենք ովքեր են հետևում եւ այլ, այդ ամեն ինչը մեր համար շատ ոգևորիչ է։ Այ մարտահրավերը դու զգացի չես այսքան ժամանակ այդ օգտագործում որ մտածեի։ Հիմա այդ 21 վաճառքի մասին ընդհանրապես մենք ցանկացած ոլորտում ենք դա անելու։ Ընդհանուր խոսում ենք վաճառքները ընդլայնելու, վաճառքներն ավելացնելու մասին, կարող ենք որոշակի դեպքերում հստակ տալ օրինակ այս ոլորտում այսպես եւ այլն, բայց խոսքը գնում է ընդլայնել մտածողությունը ու համատեղ մի հատ մտագրող անենք, երբ որ կազմակերպությունը կանգնում է վաճառքներն ավելացնելու խնդրի առաջ, ինչ գործիքների մասին մտածի, ինչ անելիքներ, ինչ քայլեր, այլ ուղղակի զուտ լայն շատ լավ մարտահրավերը, մանավանդ 21 թիվը դա խաղի հետ ասոցացում, իսկ մենք խաղի բիզնեսի խաղարկայնության գեյմիֆիկացիա, հա, դրա հետ կապված ոդքաստ ունենք արդեն, այդ կարող եք դիտել, մեր լսարանը շատ հետաքրքիր է, եթե չեք հասցրել նայել։ Սկսեմ ես մտագրողի գեյմիֆիկացիան է։ Իհարկե, Սամվել ջան, խնդրեմ, առաջին խորհուրդը։ Առաջինը մտածել ապրանքների արտադրության ավելացման ասորտիմենտի մասին, ոչ թե այն ապրանքների վրա կենտրոնանալ, որոնք վաճառվել են 3 կամ վաճառվում են այսօր, լավ են վաճառում, այլ որոնք կվաճառվեն վաղը։ Մի քիչ վաղվա տեսանկյունից դիտարկվի նոր արտադրատեսակների արտադրությունը կամ նոր ծառայությունների մուտքը։ Շատ լավ։ Ես մտածեցի, որ կարևոր կլինի ավելացնել էլի գնում ենք հիմա մի հատ product-ների դաշտ, հետո կգանք էլի։
բերել մի product, որը որ պայմանական ինքը քո product-ի ավելացումն է, հա, այսինքն ինչ որ մի ձևով քո product-ը բարելավում է։ Բայց ինքը իրանով առանձին product է։ Հա, այսինքն ընդհանրապես ինքը փոփոխիչն է, օրինակ պայմանական, եթե դուք վաճառում եք, չգիտեմ, երշիկ, հա, մտածեք սոուսների մասին։ Եթե դուք վաճառում եք կիսաֆաբրիկատներ, որտեղ Հայաստանում բավականին մեծ բում է կիսաֆաբրիկատների, անպայման մտածեք ձեր ֆիրմային սոուսների մասին, որտեղ կիսաֆաբրիկատները օգտագործում են սոուսներով։ Ու սոուսը ինքը իրանով եւս առանձին product է, էլի, այսինքն հենց դրան եմ ասում, բայց ինքը ձեր product-ով թելադրված առանձին product է։ Նույնը վերաբերվելու է, հա, այսինքն ցանկացած ծառայությունների ոլորտում, հա, եթե մենք ունենք պայմանական, ասեմ, առաքման ոլորտի մեջ ենք ներառված, ապա մենք մտածենք նաև ապահովագրման մասին, արագ առաքման մասին, այսինքն այդ առաքում կոնկրետ հասցեով, առաքում մոտակա տարածք պոստամատի մեջ եւ այլ, այսինքն product-ին կից նոր product-ի մասին հավելյալ ծառայությունների եւ հավելյալ արտադրանքի մասին, որը կարող է լրացնել հիմնական արտադրանքը։ Բայց շատ կարևոր է ինք իրանով առանձին product հետո ինքը դառնա, որովհետեւ շատ մեծ է հավանականությունը, որ հենց դա է դառնալու հետագայի կարևոր քո product-ը։ Այո, շուկան որովհետեւ կարող է լրիվ արձագանքի, Ես իմ կողմից, այո, ուզում եմ ավելացնեմ, որ mystery shopping ասածը ես պատկասում եմ, որ շատ ճիշտ է, եթե այո, իրականացվի սկզբում, բացահայտելու համար իրականում թե նախ ես վստահ եմ կան գործարարներ, ովքեր որ երկար ժամանակ օրինակ ինքներ իրենք հենց չեն օգտվում իրենց ծառայությունից կամ արտադրանքից, որ օգտվեն մի հատ, բայց ոչ միայն զուտ սպառելու տեսանկյունից, բայց ամեն քայլը գալ, գնել, չգիտեմ, օգտվել ու հետագայում միգուցե ինչ որ էլի feedback տալու տեսանկյունից մասնակցել եւ այդ արդյունքում բացահայտել թե որոնք են բաց մասնիկները, որոնց լրացնելով միգուցե կարելի է վաճառքներն ավելացնել։ Քո ասածից այդ challenge-ը ես ընդունեցի, հիմա չորրորդն է։ Քո ասածից մի հատ միտնարեկի նաև, հա, ասես իրար հետ բան կոմբինացված նոր միտք ծագեց, անկեղծ ասած, ու սա այս մարտահրավերը կընդունեմ ոչ թե նախապես մտածեմ հիշեմ թե ինչ եմ ասելու, այլ ձեր երկուսի հիման վրա կառուցեմ, այդ շատ լավ մոտեցում, տրամաբանական շարունակությունն էլ կլինի։ Օրինակ ես կառաջարկեմ, որպեսզի կամայական product-ի կամ ծառայության համար գործարարը մտածի թե որոնք են անուղակի մրցակիցները իր այդ product-ի կամ ծառայության։ Օրինակ վերև ոսկերչության ոլորտից, հա։ Հիմա ոսկյա իրերի, ոչ թե ոսկյա ձուլակտորների իրերի վաճառքը կտրուկ նվազել է մոտ 7-8 տարի։ Ու իր ամենաանուղակի, բայց ամենամեծ վնաս տվող մրցակիցը դա ճամփորդական գրասենյակներն են։ Այսինքն մարդիկ ավելի շատ են ծախսում իրենց, այո, խնայում են իրենց վրա ծախսելու, հան ոսկի առնելու վրա, որովհետև COVID-ից հետո մի կյանք ենք ապրում, հա կյանքը կարճ է, պետք է մեր վրա ծախսենք եւ այլն։ Այս տեսանկյունից ինչու է կարևոր ուղղակի մրցակ, ինչով դա կազդի հենց վաճառքները ավելացան, երբ որ անուղղակի մրցակցի հայտնաբերում ես, դու կարողանում ես կապել քո product-ը այդ մրցակցության հետ։ Իսկ տուրիզմի շուկա, ինչպես տուրիզմի շուկայի վրա կենտրոնանաց քո product-ները, ոսկյա product, շատ մինիմալիզմ ապրանքներ պետք է թողարկես, հայկական ոնց որ ապրանքներ ու թիրախավորես հենց այդ տուրիստական շուկայի վրա։ Այո։ Զուտ այդ տեսանկյունից։ Ես մտածեցի, որ հաջորդ բլոկը, հələ միգուցե եւ կվերադառնանք product-ներին, դա վաճառողի կոմպոնենտն է։ Շատ կարևոր է, որ եթե թեմա նորություն եմ ասելու, բայց ամենաառաջինը սենքնալից որ պետք է լինի վաճառող։ Զարմանալի երևույթ է, մեծ քանակությամբ ընկերություններ, գործարարներ, հա, մանավանդ փոքր գործարանները, որոնք արդեն քայլ են անում դեպի միջին, հստակ վաճառքով զբաղվող 8 ժամով մասնագետ չունեն։ Մարդ, որը ամեն օր միայն վաճառքով է զբաղվում։ Այս շատ կարևոր է այդ մարդու արկայությունը, իր ու առաջի հերթին, հա, տեղ արդեն կոմպոնենտները բացվում են։ Կարգապահություն, հմտությունների բարելավում ու իրեն, հա, իր հետ աշխատանք, այսինքն շատ դեպքերում հեծանիվ պետք է օրինել։ Ընդհանրապես պետք է լինի այդ մարդը, որը հստակ աշխատում է, իր գիտելիքները մենք ստուգում ենք, գիտենք ինչի մասին է խոսքը ու կարողանում ենք իրեն կառավարել, հա, որովհետև
կառավարել դա նշանակում է ճիշտ բային, ճիշտ ռեսուրսներով ապահովել եւ գնահատել այդ մարդու արդյունավետությունը, հա, ու խրախուսել միանշանակ։ Այդ թվում է թե պրիմիտիվ բանի մասին եմ խոսում, բայց շատ կարեւոր է, հա, որ այդ վաճառողը լինի։ Ապրանքը այն միֆը, որ դու կարևոր է լավ ապրանք, լավ ծառայություն հորինի մարդիկ քեզ կգտնեն, չէ, այդպես չի։ Հա, ցավոք սրտի, այն տաշած քարը գետնին չի մնա, հայո, շատ դեպքերում մնում է, երբ որ մարդը չի հասկանում, որ տաշած քարը արժեք է։ Կողքով անցնում է չի տենում։ Մարքեթինգը, բրենդինգը չի աշխատել։ Հետևաբար շատ կարևոր է, որ լինի առաջերտին այդ վաճառողը։ Այս վերջերս մենք քննարկում ենք այդ մասին, ինչքան ցանկացած կազմակերպությունում հենց վաճառող 8 ժամով աշխատող անձի դերը ինչքան կարևոր է։ 6-րդը ես կուզեմ հենց մեր էլի Impact Hub-ի փորձից բերեմ, ինչ շատ հետաքրքիր էր այս վերջերս, մենք հաշվարկեցինք մեր ծառայության իրական գինը, իրական արժեքը։ Ուզում եմ հիշեցնեմ, որ կենտրոնական բանկը ինչ-որ մի պահից վարկերի համար մտցրեց իրական տոկոսադրույք տերմինը, չէ՞ որ մարդիկ խճճվում էին, իրականում տոկոսադրույքները, որ գովազդվում էին, ներկայացվում էին, իրականություն շեղված էին, շատ ժամանակ արտադրանքը կամ ծառայությունը, երբ որ դու իրան ուղղակի ասում ես մի գին, երբ որ համատում են մարդիկ նման այլ ծառայությունների կամ արտադրանքների հետ, իրանք համարժեք չեն, որովհետև ինչ որ մի բան քո մոտ ավել է կամ պակաս է, կամ մրցակցի մոտ, եւ դու իրական իր գինը համեմատական չես կարող որպես հաճախորդ, հա, տիրապետես հասկանաս ոնց ես համեմատում եւ մենք քանի որ մեր ծառայությունը դա աշխատանքային միջավայրն է, co-working space գրասենյակներ, մեզ անընդհատ երբ որ մենք ներկայացնում ենք, մեզ հարցնում էին, ասում էին 1 քառօքսիմետրի արժեքը ձեզ մոտ ինչքան, այսինքն մեզ փորձում են որպես բիզնես կենտրոն, հա, որտեղ գրասենյակ են վարձում, համեմատեին ու մենք միշտ այդտեղ տանուլ էինք տալիս, որովհետև մեր մեկ անձի անդամակցության հիման վրա եկող գումարը, եթե դու զուտ բաժանում ես իր սեղանի քառօքսիմետրով, ստացվում է, որ քո մոտ 1 քառօքսիմետրը մի քանի անգամ ավելի բարձր է, քան շուկայական այլ գները, բայց երբ որ մենք իրական գինը հաշվեցինք, այսինքն ամբողջ ենթակառուցվածքով, ամբողջ բաներով, ռեսուրսներով, որ մենք տրամադրում ենք, պարզվեց, որ մեր մոտ 1 քառօքսիմետրը 2000 դրամ է իրականում, եւ ոչ թե 20000, որը ոնց հաշվում են շատերը, որովհետեւ դու չես կարող վերցնես co-working space-ը, որտեղ կա meeting room-եր, որտեղ կա խոհանոց, որտեղ կա բակ, որտեղ կան զանգերի սենյակներ, որտեղ կա համայնք, որտեղ կոմունալները մտնում են գնի մեջ, մաքրությունը, անվտանգությունը, այդ ամենը մեջն է, չես կարող ուղղակի 1 քառօքսիմետրի գինը համատես բիզնես կենտրոնի, հա, 1 քառօքսիմետրին։ Հետևաբար կարծում եմ յուրաքանչյուր արտադրող կամ ծառայություն մատուցող մի հատ պիտի գտնի իրական գինը կամ իրական արժեքը իր արտադրանքի կամ ծառայության եւ դրա վրա շեշտադրումով կոմունիկացիան մի քիչ փոխի հաճախորդների հետ։ Հաջորդը մի քիչ համակարգային գաղափար եմ ասելու, որ պարտադիր բոլոր ընկերությունները պետք է հասկանան այն մրցակցային էկոհամակարգը, ներողություն, շուկայի էկոհամակարգը, որտեղ իրենք մրցակցում են։ Խոսքը միայն մրցակիցների մասին չի, խոսքը միայն հաճախորդների մասին չի, խոսքը օրենսդրական, միայն օրենսդրական կամ կարգավորումների հարց չի, ամբողջ այդ էկոհամակարգը ներառյալ։ Այս վերջերս մի այդպիսի վարժություն արեցինք մի հաճախորդի հետ, ասում եմ կողքի դնենք մրցակիցներին, կողքի դնենք հաճախորդներին տիպերին, արի ուսումնասիրենք այդ արտադրության ոլորտի մատակարարներին, ով ում ինչա մատակարարում, որովհետև իրենց արտադրանքը, որակը, թիրախավորված շուկան կախված է թե ումից են գնումներ կատարում, հա։ Սա մասսայաբար ուշադրություն չեն դարձնում, ուշադրությունից դուրս է այս գաղափարը, ովքեր են մատակարարները, բայց ես գլոբալ եմ ասում, որ համակարգային շուկայի կառուցվածքը, այսպես ասած, հա, հստակեցնեն ըստ այդմ որոշում կայացնեն իրենք որտեղ են մրցակցում։ Ոսկե մրցակիցներ, ոսկե մատակարարներ, հաճախորդների տիպեր, վաճառքի գործիքներ, որ այդ քարտեզը գծում են, դնում են սեղանի վրա ու տեսնում են իրենց տեղ այդ քարտեզի մեջ որտեղ կարա լինի, որտեղ է դատարկ, որտեղ ոտք դրած չի ընդհանրապես, որ իրենք կարող են մտնել ու պրոդուկտ արտադրել, ոչ թե այն ինչ որ կարող են, այլ այն ինչ որ շուկայի պահանջարկով բաց տեղը կա։ Հաջորդը ասել եմ վաճառքի խողովակների փոփոխությունն է, նո փոփոխություն ասեմ գոնե վերանայելը, գոնե պատկերացնել այդ քարտեզը, այսինքն ես հիմա գտնվում եմ պայմանական վարժությունը երկու տեսակի է, հա, ես հիմա մի տեսակին կանդրադառնամ, տեղ թողելով ձեզ նաև ուրիշ տեսակների մասին խոսել, էլի, որտեղ ամբողջովին չեմ ուզենա փակեմ, որտեղ ինքը բավականին ծավալուն վարժություն է, եթե դու աշխատում ես B2C շուկայում,
ապա սկսես դիտարկել, թե այսինքն business to consumer, այդ վերջնական սպառողի շուկա։ Այո։ Ապա դու սկսես դիտարկել, թե ինչքանով է քո ապրանքը կամ ծառայությունը հետաքրքիր B2B շուկայում։ Հա, business to business, ինչքանով է քո ապրանքը կամ ծառայությունը այստեղ շատ կարևոր բան եմ ուզում ասեմ։ Ոչ դու պետք է սկսես վերլուծել business process-ները ուրիշ գործարարների ու որտեղ շատ դեպքերում մենք B2B ապրանքը դիտարկում ենք միայն այն տեսանկյունից, որ իրանց հետաքրքիր կլինի։ Հետաքրքիր մասին չի։ Ինչքանով է դա լուծում իր բիզնես խնդիրը։ B2B product-ը, դա նշանակում է քո product-ը, քո ծառայությունը ուրիշի մոտ ուրիշ խնդիր է լուծում։ Հա, պայմանական կարող է դու product ունես, բայց ուրիշի մոտ դա մարքեթինգային product է։ Ինքը քո ապրանքը պետք է վերցնի, փաթեթավորի եւ իր ապրանքը բարելավի։ Օրինակներից մեկը, հա, նույն զարդերի ոլորտը Սամվել ջան շատ ճիշտ նշեցիր, հա, մենք ունենք փոփոխված վարքագիծ, հա, զարդերի ոլորտում Հայաստանում ես համարում եմ հակառակը բում է, բավականին լուրջ բում, բայց ինքը շեղվել է ուրիշ ուղղությամբ։ Ապրեք, ինքը գնացել է ուրիշ ուղղությամբ։ Այսինքն, եթե մարդը զարդը գնում էր ոսկե զարդ ու դիտարկում էր դա որպես կապիտալ, զարդը այսուհետև կապիտալ չի, զարդը դա բառից բուն իմաստով զարդ է, աշխարհը ավելի արդար է դարձել, եւ մարդիկ, եթե առաջ գնում էին ոսկե զարդը 7 տարի 1, որտեվ թանկ էր, հիմա նույն արծաթե զարդ իրան գնում են 2-3 շաբաթը 1։ Հա, ինքը ավելի մաչելի է, բայց երբ որ դու նայում ես ընդհանուր ինքը իր կյանքի ընթացքում ինչքան գումար է ծախսել զարդի վրա, պարզվում է 2 անգամ ավել։ Ուրիշ բան, որ ինքը կապիտալի տեսանկյունից դա չի նայե։ Այսինքն զարդը կարող է դառնալ հետաքրքիր product, փունջով վաճառվող, օրինակ օծանելիքի հետ։ Օրինակ պայմանավորված ինչ-որ թանկարժեք գինու հետ, որպես նվեր։ Այսինքն ինքը կարա ինչ-որ մեկի բոքսի մեջ դառնա կարևոր արժեք։ Ու այստեղ է գալիս համագործակցություն գաղափարը։ Այսինքն քո product-ը B2B-ում դու ոնց ես ներկայացրել, որտեղ դու ուտեղ պետքա ճկունություն ցույց տաս, կարող է իր համար իր կոլեկցիան մշակես, ունիկալ, յուրահատուկ եւ այլն։ Եւ նույն վարժությունը պետքա կատարես B2B2C տարբերակով, որտեղ շատ դեպքերում մենք B2B-ին խառնում ենք B2B2C-ի հետ, այսինքն վաճառել բիզնեսին, որը քո ապրանքը վերավաճառում է արդեն վերջնական սպառողին։ Այ պետք է մենք այդ B-ին սկսում ենք ատելը մեջտեղի, ասում ենք ինքը վերավաճառող է, հոգի չունի, ինձանից շատ է փող աշխատում։ Հաշվի չառնելով, որ հենց այդ մարդն է հարաբերություն կառուցողը հաճախորդի հետ, դու պետք է իր հետ հարաբերություն կառուցես, ուրախանաս, որ ինքը քո ապրանքը վերավաճառում է, ամեն ինչ անես, որ ինքը դրա մեջ փող աշխատի, բայց ու տեղ թողի, որ դու վերջնական հաճախորդին չկորցնես, ինքը կապը քո հետ պահպանի։ Այսինքն նույնը վերաբերում է արդեն private label-ով ապրանքի վաճառքը եւ այլ, այսինքն խողովակներով միանշանակ սրա մեջ մտնում է նաեւ B2G-ն, հա, որպես պետության եւ կառույցների հետ համագործակցությունը, միջազգային կառույցների եւ այլ։ Այսինքն դու քո ապրանքը եւ ծառայությունը վարժությամբ տեղափոխես այլ դաշտեր ու այդ դաշտերի, որտեվ ամեն դաշտում իր ռիսկեր եւ հնարավորությունները կա, բայց այս վարժությունը շատ կարեւոր է։ Այո, հետաքրքիր բաներ այդ որ դու ասում ես, այն որ երբ որ դու ընտրում ես B2B գործընկեր, ամեն դեպքում այդ C-ի մասին չպիտի մոռանաս։ Դու քո C-ն պիտի մեկը իմանաս ով է քո հաճախորդը, որ ըստ դրա համապատասխանության գտնես քո B2B գործընկերոջը։ Ես մի քիչ վատ բան ասեմ, հա, վատ իմաստով, բայց շատ կարեւոր, հա։ Դու պարտավոր ես իմանաս քո ամեն ինչ անես այդ հաճախորդիդ պահես քո դաշտում, որպես չմոռանաս որ ինքը քո հաճախորդն է, պահես քո դաշտում, իր հետ հարաբերություն կառուցես, ինչ որ մի ձև սոցիալական ցանցերով, խաղարկություններով եւ այլն։ Դա նաեւ շատ կարևոր գործիք է ճակերտների մեջ շանտաժի ենթարկելով այդ մեջտեղի բին, որովհետեւ ինքը հասկանում է, որ ինքը միջնորդն է, ինքը հարաբերություն, բայց մեկը այս հաճախորդը քեզ գիտի, մեկը բրենդով, ինքը ռեպուտացիոն քո մոտ է գտնվում։ Սա գալիս է նրանից, թե դու քո ապրանքը վաճառում ես, թե ձերբազատվում ես։ Այդտեղ դու քննություն ես անցնում։ Միտք ծագեց, ասագետ։ 9-րդը ես ուզում եի խոսեին KPI-ներից, հա, վաճառքի KPI-ները։ Շատ կարևոր է պարբերաբար KPI-ները փոխել, որովհետև շատ կազմակերպություններ գիտեմ, որ դնում են եւ հետո մոռանում են KPI-ների մասին։ Երբեմն KPI-ը կարող լինի շատ բարձր, քան քո վաճառքի մասնագետը կամ չգիտեմ ցանկացած անձով պատասխանատու այդ KPI-ի համար կարող է հասնել, հետեւաբար ինքը մնում է դեմոտիվացված, որովհետև գիտի երբեք չի հասնելու այդ KPI-ին եւ արդյունքում ինքը չի էլ ձգտում շատ վաճառքների կամ հակառակը, եթե ինքը շատ ցածր է սահմանված տվյալ մասնագետի համար, ինքը դրան հասնելուց հետո կորցնում է իր մոտիվացիան, այսինքն անընդհատ պետք է իրականում վերանայել KPI-ները, որպեսզի անընդհատ պահվի վաճառքի ավելացման մոտիվացիան մասնագետների մոտ
Սամվել ջան, 10-րդը քեզ։ Ընդհանրապես վաճառքների մասին հիմա խոսելիս շատ են կենտրոնանում համայնք ձևավորելու վրա, չէ՞։ Ոսի ձևավորենք համայնքներում հավաքենք նույն տիպի, նույն մտածելակերպ, նույն վարքագիծ ունեցող մարդկանց։ Միտք ծագեց, ոչ թե ձևավորել, որովհետև դա բավականին թանկ գործընթաց է, այլ աշխատել արդեն ձևավորված համայնքների վրա։ Այո։ Կան համայնքներ, օրինակ բժիշկների համայնքներ, կան նիհարել ցանկացողների համայնքներ, կան սպորտասերների համայնքներ, հա, իրանց վրա կենտրոնանալ, մշակել համապատասխան պրոդուկտ, եղած քո պրոդուկտն բաժակ, համապատասխան բաժակամ, համապատասխան շիշ տվյալ այդ համայնքին ուղված, որովհետև համայնք ստեղծելը դա թանկ է, իսկ եղած համայնքի մեջ մտնելը ավելի հեշտ է, բայց այստեղ արդեն հաջորդ գաղափարը եկավ, հաջորդ շրջանի ժամանակ կասեմ, թե ինչա պետք, որպեսզի կարողանաս արդեն ստեղծված համայնքում դու մուտք գործես։ Սամվելը շարք է ստեղծվել իր կարծիքի։ Մասամբ հատվեց իմ գաղափարի հետ, Սամվելը ու շատ լավ է, որ սպասում էի կգնա այդ կողմ թե չի գնա, կանգնեց, այո, աչքերից զգացի, հա, պրոդուկտի, այսպես ասած, հա, դու երբ որ պրոդուկտով սկսում ես խաղալ լսարանի հետ, հա, այսպես լավ վարժություն կա, երբ որ դու իրան սկսում ես գենդերային բաներ տալ, հա, սերային, այսինքն բնորոշումներ տալ, այսինքն պրոդուկտ, որը որ տղամարդկանց համար է, պրոդուկտ, որը որ կանանց համար է, պրոդուկտ, որը որ երեխաների համար է, տարիքային ու գնաց, հա, այսինքն ինքը կարող է լինի ու Սամվելը անդր պրոդուկտ, որը տղամարդ է, պրոդուկտ, որը կին է, որը երեխա է, դա այսինքն ինքը ինչով է կարևոր, շատ կարևոր է, որ գիտակցենք, որ մենք շատ դեպքերում կարծրատիպային մտածելակերպով սահմանափակել ենք, այսինքն պայմանական մենք արտադրել են գարեջուր ու մտածել են գարեջուրը դա տղամարդու խմիչք է, որտեղ սպիրտային է եւ այլ, հա, բայց շատ հնարավոր է, երբ որ դու նստես մտածես, որ իսկ կարող է, ես պետք է ունենամ նաեւ կանացի ու արդեն ավտոմատ հաշվի եմ առնում կանանց օրակարգը ու մեղմացնում եմ, հա, ինչ որ համեր եմ ավելացնում եւ այլ, ու շատ կամացից մեկ այդ բարձվում որ մի դու կոկտեյլային մի տարբերակի մեջ ես մտնում, որը ընդհանրապես կապ չուներ քո այն առաջի պրոդուկտը, բայց ինքը երկարատևության տեսանկյունից, հաճախականության տեսանկյունից կարող է ավելի գրավիչ լինի։ Նույնը վերաբերվում է վերաբերմունքը դեպի երեխաներին, հա, այսինքն ավելի լուրջ մոտեցում, ես համարում եմ, որ Հայաստանում ամենաբաց թողված լսարանը սննդի տեսանկյունից դա երեխաներն են, հա, որովհետև առելի մեծ քանակությամբ ուրեմն արտասահմանյան ապրանք ուղղված է մեր երեխաներին ու վատ իմաստով է ուղղված, այսինքն մեր երեխաները ամբողջովին նստած են աղ, շաքար, ճարպ արտասահմանից ներմուծված, հա, վագոններով մեր երեխաներին ամեն ինչ անում են, որ դրսից աղ, ճարպ, շաքար ուտեն։ Ու զարմանք այ մոտ առաջացնում, ունենք իհարկե ոլորտներ, որ հայ արտադրողն է դիրք վերցրել, հա, որը գովելի է, որ արտասահմանյան ապրանքը գոնե փոխարինվել է հայկականով, բայց արի ու տես, որ այդտեղ առելի մեծ աշխատանք կա կատարելու, եթե մենք ճիշտ, հա, քաղաքականություն ունենանք, օրինակ էլեմենտար բան եմ ասում, գազավորված ջրերը փոխարինել, հա, Հայաստանում արտադրվող համերով, ինչ որ հետարքիր վիտամինիզացված, բայց ոչ գազավորված, ոչ շաքար պարունակող, ինչ որ հետարքիր ջրերով, որովհետև կան տարբերակներ, երբ որ դու այդ վարժությունը հստակ կատարում ես։ Նույնը ոչ միայն սննդին է վերաբերվում, հա, կարող ցանկացած ոլորտի մեջ դու ընդհանրապես այս վարժությունը էլեմենտար բան եմ ասում, հա, մենք տեսնում ենք, չէ, մեծ քանակությամբ ունենք արդեն կին վարորդներ, բավականին մեծ քանակությամբ ու աշներից առաջ է Լեդիզոնը Անդրանիկին ողջունում ենք, հա, իր հաջողված ցանցով, որը որ սկզբից մարդկանց մոտ զարմանք էր, բայց վերջում արդեն երբ որ հաջողվել է, բոլորը ասում են, դե տրամաբանական է, եղբայր, այդ մարդը ռիսկի էր գնացել, որը որ բոլորը սկզբից ասում են, արդյոք, այո, ստացվեց ու մենք բավականին ուրախ ենք իր համար, հարցը առաջանում, իսկ ուր են այսօր ծեր սպասարկման կանանց համար հատուկ մասնագիտացված, հա, կենտրոնները, որտեղ որ մեքենա կինը կարող է տանել ու բարից բուն իմաստով իր առօրյան է տեղ հաշվարկված, հա, կարող է ինքը երեխայի հետ է, երեխայի սենյակ կա եւ այլ, մեքենա սարքում են, ամեն ինչը հաշվարկված է եւ այլ, մենեջմենտը չեմ ասում, սա չի նշանակում է մուսուլմանական մոտեցում կամ կինն են, ոչ, բայց չէ, մենք եթե կա այս երևույթը շատ դեպքերում ինքը սկսում է աշխատել, վարժությունը պետք է կատարվել, նույնը վերաբերվում է, հա, դեպի երեխա շարժումը, հա, ցանկացած պրոդուկտներ այսօր օրինակ էլեմենտար ֆուդ կորտերի բում կա, հա, հարց առաջանում ուր է երեխաների ֆուդ կորտը,
Մի ամբողջ երկրում մենք չունենք food court-ի եւ մանկական food court։ Абսուրդի ժանրից է։ Այսինքն դու գնում ես կանգնում ես Պոնչի կանոցի դիմաց փողոցում, հա, 21-րդ դար, սպասում ես, որ մի հատ աթոռ ազատվի, որ երեխա ուտի ինչ որ մի բան, որովհետեւ դու ունես այդ 2 ժամը, դուրս ես եկել թատրոնից կամ պիտի գնաս թատրոն։ Մենք չունենք ոչ մի հատ մանկական food court, որտեղ ամբողջովին այդ ամեն ինչը ուղղված է դեպի երեխա։ Կամ ունենալով հսկա չերարտադրություն, չունենք մեր հայկական այդ մանկական ժելեները։ Մանկական ժելեները կլինի, այո, այսինքն ու դու զարմանում ես, որովհետև այդ վարժությունը ինքը կարծատիպային է գնացել, ինքը մենք ամեն ինչը դրել ենք մի սեռի վրա ու երբեք չենք անում կողք։ Ես չեմ ուզում օրինակը բերեմ, բայց ստիպված պիտի բերեմ, հա, ծխախոտի ոլորտը ապացուցեց, որ ծխախոտի լավագույն սպառողը, դու վատ իմաստով էլի իհարկե, տղամարդը չի։ Մենք շուտ գնում ենք կյանքից, կարանք մի բանի վրա ֆիքսեցինք որակի հետ կախված դժվար ենք փոփոխությունների գնում էքսպերիմենտների, լավագույնը կինն է։ Նախ կախվածությունն է ավելի կայուն, հետո ինքը ավելի կարող է գնա փոփոխությունների, ավելի քիչ է սպառումը եւ ամբողջ ծխախոտի ոլորտը թեքվելա դեպի կնոջ ոլորտ։ Դու որ տեսնում ես դա հստակ է, չէ՞։ Այդ սիգնալները պետք է մեր բիզնեսը նաեւ հաշվի առնի։ Շատ լավ։ Որն է։ Նարեկ ինքն է խոսում, մարդ արդեն հաշիվը գործում է։ 12-րդ։ Քանի որ դու ես սկսել, քո թիվը պետք է բաժանվի 3-ի։ Ես չեմ սկսել, դու ես սկսել։ Չէ, բանը գաղափարը դու ես, այո, հաշվարկ։ 12-րդ խորհուրդը դա պարբերաբար նոր հաճախորդների սեգմենտներ փորձարկելն է։ Իրականում շատ գործարներ, շատ արտադրողներ կամ ծառայություն մատուցողներ, երբ որ հստակ գիտեն իրանց սեգմենտը, իրանց պարբերաբար թվում է, որ իրանք այդ սեգմենտից դուրս անելիք չունեն։ Բայց օրինակ, եթե սկսեն իմ կարծիքով դիտարկել նոր սեգմենտներ ու օրինակ, եթե ինչ որ մի կազմակերպություն, որը դիտարկում է, որ իր արտադրանքը բացառապես, չգիտեմ, 40 անձանց համար է, ովքեր որ ավելի գործունյա են եւ իրանց կոնտենտը շատ լուրջ է, հա, մի օր ուղղակի կարող են փորձել մի հատ ավելի երիտասարդական ինչ-որ մի հատ գովազդ կամ ինչ-որ campaign ու տեսնեն ինչ արձագանք են տալի երիտասարդները իր արտադրանքին։ Շատ մեծ հնարավորություն է ընդհանրված այն սեգմենտներում հաճախորդների, որոնք դեռ չես փորձարկել։ Լավ։ 13-ը կապեմ նախորդ համայնքի ձևավորման հետ կապված, այն համայնքները, որտեղ այն համայնքներում, որտեղ դու չկաս, ինչպես քեզ վստահեն, անձնական բրենդինգը։ Դու պետք է այնպեսի անձնական բրենդինգ ձևավորած լինես, որ այդ համայնքների մտնելիս ինչ որտեղ գոնե ընդունեն սկզբից, ոչ թե հավատան, վստահեն, գոնե ընդունեն, հա։ Ես օրինակ զարմանում եմ, որ շատ սկսնակ գործարարներ, ես սկսնակ համարում եմ այն գործարարներին, ովքեր սկսել են արդեն բիզնես, գրանցել են իրենց բիզնեսը, ունեն որոշակի ապրանքներ, վաճառքներ, հաճախորդներ, գործում են 1-2 տարի ու կարիք ունեն աճելու, ընդ որում այս հաղորդումը հենց նաև իրենց ասած թիրախային ուղված։ Ես զարմանում եմ, որ իրենք ակտիվ չեն սոցիալական ցանցերում, որտեղ ամեն ինչ անվճար է, ակտիվ չեն տարբեր հարթակներում, որտեղ անվճար է, ակտիվ չեն տարբեր կոնֆերանսներում, որտեղ մասնակ որպես խոսնակ անվճար է։ Ինչու պետք է միջոցառման կազմակերպիչները փնտրեն խոսնակների, բանակցեն խոսնակների հետ, երբ որ կարող է մի սկսնակ ձեռներից ինքը գնա, տեսնի ինչ որ մի հատ միջոցառում է կազմակերպվում, ինքը գնա իրեն առաջարկի, որպես խոսնակ հանդես գա, իր փորձառությունը կիսի։ Իսկ այդ ամեն ինչը ոնց որ personal branding-ի մի մաս, որովհետև քեզ կհավատան, եթե այդ անձնական, անհատական, գործարար branding-ը քո մոտ քիչ թե շատ ձևավորված է ու փորձարկված է արդեն որոշակի շուկաներում, այդ փորձարկման հիման վրա դու կարողանում ես արդեն նոր համայնք մտնել, բայց այստեղ կարևոր բան, նոր համայնքում քեզ բազդերներով չեն ընդունելու։ Դու պետք է անցնես վաճառքի որոշ փուլեր, ձեր վերես վստահություն, հասկանաս իրենց կարիքը, որից հետո ներկայացնես ինչ-որ մի բան, հասկանաս իրենց հետադարձ կապը, հետո նոր վաճառքը փակես։ Այդ արդեն պատմեցի, ներկայացրեցի վաճառքի դասական փուլերը ինչպես է տեղի ունենում։ Մերսի 14-ը Անտեսված խողովակի ճիշտ օգտագործում։ Բացատրեմ ինչի նկատի ունեմ։ Շատ դեպքերում մենք մտածում ենք, որ իմ ապրանքը մեր համատեղ պրոյեկտներից մեկը հիշեցի, երբ որ քնած հաճախորդներ կային նախ։ Այ ապրես։ Այսինքն շատ դեպքերում մենք մտածում ենք, որ
Եթե ես product եմ ստեղծել, ապա պետք է վաճառվի ինքը սուպերմարկետում, ու պետք է վաճառվի լավագույն սուպերմարկետում, լավագույն բանի վրա։ Որը միֆ է։ Ինքը չի լինելու, էլի դա։ Երկրորդ կարևոր բանը, երբ որ ես մտածում եմ, ես շուտ ծառայություն եմ գեներացրել, այդ ծառայությունը պետք է ցույցադրվի լավագույն Armenia TV-ով պետք է դրա մասին ցույց տան, խոսան եւ այլ, բոլորը դրա մասին պետք է խոսան, դրանով պետք է օգտվի առաջատար ընկերությունը եւ այլ, ես իրանց եմ սկսում թիրախավորելը, բանկեր կլինեն, կառույցներ կլինեն, այնինչ միշտ կան ոչ թե առաջատարները, այլ ձգտողները։ Այսինքն շատ կարևոր երևույթ է բիզնեսում դու հասկանաս, ոչ թե նրանք, ովքեր արդեն առաջատարի դիրք են վերցրել, ով է ձգտում, ով այն երկրորդն ու երրորդը, որոնք մարտնչող տեսակ են գործարարի, ու իրենց պետք է հավելյալ, ունիկալ մի հատ product ունի, ու դու շատ դեպքերում իրանց համար նվեր ես։ Օրինակ, անտեսված խողովակ է բակի խանութները։ Ես ապշած եմ, նոր product է ձևավորվում, ու մարդը մտածում որ պետք է մտնի սուպերմարկետ։ Ասում քո ապրանք որ տարա դրեցիր սուպերմարկետում, ով է քո ապրանքի մասին խոսալու։ Հա, դե ասում ես Facebook-ով խոսամ դրա մասին։ Ասում ես դու ունես այդ 3-ից 5000 դոլար ամսական, խոսած քո ապրանքի մասին, ու այն բանի ստեղնաշարի գումարը վճարես բանի այդ որ այդտեղ լինես, էլի, այդ ամեն ինչի գումարը տաս, այսինքն չի ասում դրա գումարը չնեմ, այ որ վաճառվի կտամ։ Ու արդյունքում հավիձվի պատմությունն է սկսում ձևավորվել է։ Հա, այսինքն եթե վաճառվի, գումար կդնեմ, նրանք ասում են գումար դիր որ վաճառվի։ Արդյունքում դու ունես մի հատ փոքր խանութների ցանց, որոնք միայն Երևանում 2700-ի մոտն են, որտեղ որ ապրանքը վաճառվում է փորձագիտական մոտեցումով, այսինքն մարդը որ գնում է փոքր բակային խանութից առևտուր անում, ինքը չի առնում բրենդ, ինքը առնում է պայմանական անուշ տոտայի կողմից առաջարկվող լավագույն մակարոնը, լավագույն պանիրը, լավագույն ջուրը, մածունը եւ այլն։ Ու հենց անուշ տոտանա որոշիչը, ու եթե դու ապրանքը տանում ես իրան ես հետարքիր սարքում, ինքը ուզած չուզած քո ապրանքի վրա ավելացնում է իր ռեպուտացիան, ու արդեն դու ձեռք ես բերել այդ ունիկալ գործիքը, որը որ սուպերմարկետում դու չունեիր, մարքեթփլեյսում չունեիր, անուշ տոտան քո ապրանքը գովում ասում է, բա չգիտես, սա դեսպանն է դա։ Ինքը ասում է, սա լակտոզա չի պարունակում, սա այսինքն հենց անուշ տոտան է քո խողովակի կարևոր տեղը, հա, որտեղ դու պետք է դուրս գաս, ու հակառակը նույն բանը ծառայությունների ոլորտում կա, պետք է մենք փնտրենք անտեսված ունիկալ յունիթը որ կա վաճառքի ու այդ յունիթով մտնենք օգտագործենք։ Իսկ եթե դուք որտեվ նույնիսկ առաջատար ընկերությունները այս վարժությունը կատարում են, իրանք ունեն արդեն բավականին լուրջ դիրքեր գործող առևտրի ցանցերում, նոր product-ը մտցնում են պայմանական դեղատնով։ Նոր product են հորինը, օրինակ երեխաների համար ջուր են հորինը, կամ ֆիթնես բատոնչիկ են հորինը։ Սկզբում դեղատնով։ Անպայման սկզբից դեղատնով են փորձում։ Ինչու, որտեղ իրենց ապրանքին հավելյալ արժեք են ավելացնում։ Շամպունը դեղատնով է մտնում։ Ու տեղ արդեն դու քո մոտ հարց չի առաջ։ Մարդկանց մոտ տպավորություն որ եթե դեղատնից առնում, ուրեմն դա առողջության համար ավելի լավ է։ Այսինքն անտեսված խողովակներ կան, որոնք անպայման պետքա, այսինքն սա վաճառքի տեսանկյունից ռազմավարության մոտեցումն է, որ դու միևնույն է նույն վաճառողը տա գնալու, նույն ապրանքն առաջարկելու, նույն ջանքն է թափելու, բայց եթե դու գիծը սխալ ես գծել, իր արդյունավետությունը ավելի թույլ է։ Այսինքն վերանայել եւ անտեսվածին ուրիշ ձև մոտենալ։ Շատ լավ։ 15-րդը ես ուզում եմ խոսենք ստարտափ էկոհամակարգից։ Մենք շատ խոսել ենք այն մասին, թե ինչքան մեծ դեր ունեն գործարարները ստարտափների վրա, չէ՞ ինչ ազդեցություն ունեն, որպես մենթորներ հրավիրում ենք իրենց եւ այլն, բայց չենք խոսում այն մասին, թե ինչքան մեծ փոփոխություն կարա բերի ստարտափը գործող արդեն երկարատև աճած կամ զարգացած բիզնեսին։ Ու ես կարծում եմ, որ եթե մենք խոսում ենք վաճառքներին այլ մտածողությամբ կամ այլ աչքով նայելուց, յուրաքանչյուր գործարար պիտի ունենա իր այսպես, չգիտեմ, մենթոր կամ ընկեր, ստարտափերը, ում հետ ինքը բանակցելուց, քննարկելուց, մտագրողներ անելուց լրիվ նոր կոնտեքստով է սկսում մտածել։ Ու միգուցե ուղղակի գալ ակտիվ լինել, սա էլ կապելով արդեն քո գաղափարի հետ համայնքներին կպնելու եւ համայնքներում ակտիվ լինելու, գալ ավելի ակտիվ լինել ստարտափ էկոհամակարգում, նոր գաղափարներ, տեխնոլոգիաներ, նոր հարաբերություններ ներդնելու համար։ Ես խնդրեմ, որ մենք վերջի 6 հատը մի քիչ ավելի արագ ասենք, որպեսզի տեղավորվենք մեր ժամանակի մեջ։ Շատ լավ, բայց կփորձեմ մի հատ լրացում անել քո ասածին։ Այս վերջերս խնդիրներ են առաջանում, նկատում եմ, մասսայական են դառնում, երբ որ ստարտափերը, ասենք նոր սկսնակ գործարարները չեն կարողանում իրենց խնդիրը մենթորին
կամ այդ խորհրդատին ներկայացնել, բացարձակ, ինչ որ բան են ուզում, ներդրում ենք ուզում, ինչ որ բան ուզում են հիմա կարը, բայց խնդիրը չեն կարողանում ներդրումը ինչի համար են ուզում, սա ինչի համար են ուզում, մյուսը ինչի համար են ուզում, հա, այստեղ մի խնդիրը, այս նոր սերունդի մոտ այդ խնդիրը կա, բայց այդ խնդրին գալիս է օգնելու, ոչ փոխարինելու, այդ իմ բանն է արդեն իմ հաջորդ գործիքն է, արհեստական բանականությունը։ Այստեղ շատ կարևոր պահ է, որ ասում են ոչ թե փոխարինելու, շատերը մտածում են փոխարինելու, ոչ օգնելու։ Արհեստական բանականությունը վաճառքների առում կարող է հայտնի 6-րդ կարծիքը։ Մտագրող ենք անում, 5 կարծիք ենք ձեռք բերում, այդ 5 կարծիքը ներկայացնում ենք արհեստական բանականությանը ու ասում ենք մի հատ 6-րդն էլ դու ասա։ Ինքը վերլուծելով ասում է 6-րդը ու 6-ը դնում ենք իրար կողք, ասում ենք բացառման մեթոդով, որը կաշխատի, որը չի աշխատի։ Ինչ որ մենք բոլոր խոսացինք, թե անտեսված ուղիները, թե մենտրությունը, թե մնացած բոլորը, արհեստական բանականությունը ռեալ օգտակար լինի, բայց կրկին որպես լրացուցիչ կարծիք։ Ու այս վերջերս շատ եմ լսում այս մեծ հայտնի գործարարների աշխարհի տարբեր ծայրերից, որ խոսում են, ասում են մենք օրինակ գալիս են ինչ որ առաջարկով, ես այդ առաջարկը արհեստական բանականության հետ քննարկում եմ ու ձևավորում են լրացուցիչ առաջարկ, կամ ինչ որ լուծումներով ձևավորում են լրացուցիչ լուծումներ։ Այստեղ ուղղակի պետքա կարողանալ արհեստական բանականության պարագայում ճիշտ նավիգացիա անել։ Հա, հիմա արդեն sense ասած բաներ կան, գործիքներ կան, ասենք ինչ որ միտեղ prompt-ն ես գրում, այսինքն հանձնարարություն արհեստական հանձնարարություն ես գրում, վերջում ես տանում ես այն մյուս տեղում այդ հանձնարարությունը տալիս ես, այստեղ մի քիչ արդեն սովորելու կրթվելու հետ է կապված, բայց կարևոր բան ասեմ արհեստական բանականության հետ կապված, ու շատ արագ է փոխվում, այսինքն կարողանալ սովորել, կարողանալ ժամանակին ընկալել այդ գիտելիք, այդ ինֆորմացիան, այդ գործիքը հիմա շատ կարևորագույն առավելություն է, մրցակցային առավելություն գործարարների համար։ Այո։ Նարեկ հաջորդ գործիքը ես մի քիչ արդար կլինեմ, ասեմ, որ ես որ ասում ի սկզբանե վաճառքը ինձ որպես ընկերներ դուք ճանաչում եք, հա, այդ մոտեցումը, ես երբեք իրան չեմ տարանջատում մարքեթինգից, իմ համար իրան գոյություն չունեն առանց իրար ու համարում եմ դա հանցագործություն է, երբ որ աջ ոտը ձախ ոտից առանձնացնում են ու սկսում են ֆուտբոլիստի մենակ ձախ ոտի մասի խոսալը, որտեղ ինքը ձախլիկ է պայմանական, հա, կամ աշլիկ է, այսինքն ասում են ապրի իր ձախ ոտը, աչը вообще մի պարապասրեք, նույնիսկ կարա կրասովկա չհագնի, թող ոնց ուզում է վազի։ Կոմերցիոն տեսանկյունից, որով վաճառքի մարքեթինգ իրար այդ կոմերցիոն այդ բաղադրիչի մեջ, հաջորդ կարևոր կտորը իմ համար դա այսպես ասած ընկերության կոմերցիալիզացիան, կոմերցիոն վերագնահատումը փուլերի, ինչ նկատի ունեմ։ Այսինքն շատ կարևոր է հասկանալ, օրինակ մենք շատ դեպքերում մտածում ենք ես product եմ ստեղծել ու այդ product-ը պետք է վաճառվի։ Իսկ ով է ասել, որ քո ընկերության արտադրությունը չպետք է վաճառվի։ Այսինքն շատ հնարավոր է դու պետք է արտադրությունը որպես product փաթեթավորես ու ուրիշներին առաջարկես որպես արտադրական հնարավորություններ վաճառքի կամ արտադրությունը վերաիմաստավորես, վերափաթեթավորես եւ туриզմի ոլորտում օգտագործես որպես տուր։ Մարդիկ գան, փորձառություն ձեռք բերեն, հա, նայեն, տեսնեն, ուրախանան, ինչ-որ բան պատրաստեն, համտես անեն, հնեն գնան։ Կամ երեխաներին դու վաճառես դպրոցներին եւ այլ զարգացման կենտրոններին, բիզնես ակումբներին, համայնքներին, որպեսզի այցելություն ունի, փորձառություն ունի, գան, անցնեն, տեսնեն։ Այսինքն արտադրությունը ինք իրանով, հա, եւս մոնետիզացիայի գումար գեներացնելու կարևոր երևույթ է։ Նույնը վերաբերվում է այլ ոլորտներին, հա, այսինքն ես շատ հնարավոր է պայմանական մտածել եմ, որ պետք է ունենամ ֆիրմային խանութներ, բայց կարող է այդ ֆիրմային խանութը ինձ պետք չի, հա, որտեղ ինքը ինձ համար բեռ է եւ այդ ֆիրմային խանութը ոչ թե ես դիտարկեմ միայն ինձ համար, այլ գործընկերներով մի քանի արտադրամասերի համար մենք ստեղծենք մի հատ միջավայր, որտեղ որ մեր լսարանները խաչվում են, բայց մենք իրար հետ անուղղակի ենք մրցակցում ու ավելի մեծ արժեք մարդու մոտ ստեղծենք, որտեղ ինքը իմանում է, որ մի կետում ոչ թե մի բրենդի ֆիրմայի խանութն է, այլ օրինակ պայմանական այդ միջավայրն է ձևավորվում։ Նույնը վերաբերվում է ձեռք բերված հաճախորդը։ Օրինակ պայմանական ես ապրանք եմ արտադրել, հա, զարմանալի բան ասեմ, մի անգամ 16 թիվներ հետաքրքրվեց այս հարցով ու պարզվեց թիվը մոտավոր 100 միլիոնի մոտ էր։ 100 միլիոնի չափ ապրանք տեսականի
Հայաստանի անունով, հա, դուրս է գալիս։ Այսինքն մարդը կարա տարեկան, հա, այսինքն ինչ-որ ձև դա ամեն ինչին է վերաբերվում։ Ցանկացած արտադրանքի նույնիսկ, հա, վերնիսաժից դուրս եկած եւ այլ։ Այսինքն մեծ քանակությամբ, հա, մենք ապրանք ենք ինչ-որ բան դուրս է գնում, հա, բայց իրանք կրիչ են, չէ՞։ Իսկ դու պատկերացա туриզմի տեսանկյունից այդ կրիչը օգտագործվի որպես համապետական պայմանական լոտարեա, որտեղ մի QR կոդով, մի բրենդինգով դու քո երկիրը քարոզես։ Այսինքն գաղափարը հետեւյալի մասին է, դու քո կողմից ստեղծված կոմունիկացիան վերանայես, թե ել ու մասա հետաքրքիր։ Իսկ կարողա ես պայմանական այսօր այս ապրանքն եմ արտադրում, հետևի հատվածում Սամվելին սա հետաքրքիր կլինի, ինչ որ մի բան մեջը տեղադրի, հա, եւ իմ տիրաժը հաշվի առնելով իրան դա որպես մոնետիզացիոն պրոդուկտ ներկայացնելը, որովհետեւ այսօր մենք աշխարհը ինֆորմացիոն աղմուկի տեսանկյունից, հա, մենք ուշադրության կռիվ ենք տալիս։ Մենք այսուհետև կռիվը միայն որտեղ մարդը 1000 բանի վրա ուշադրություն չի դարձնում։ Եթե ինքը պայմանական գնել է կոնյակը, շատ լավ կլիներ այդ փաթեթավորված կոնյակի մեջ ինքը Հայաստանն է ճանաչեր, իշո բան է տեսներ, ամեն ինչը մի տեղում լներ, հա։ Ու այդ ինչքանով ես դու գրագետ արտադրություն, խողովակներ վաճառքի ֆիրմայի խանութ պրոդուկտ վերանայել ու հավելյալ կոմերցիա ավելացնել վրան։ Այսի շատ կարևոր կտոր է։ Շատ լավ, շատ հետաքրքիր կոնտեքստ էր։ 18-րդը ես էլի մի փոքր անդրադարձել ենք սրան, բայց ուզում եմ խոսամ այս մասին, անցումը ուղղակի վաճառքներից անուղղակի վաճառքներին։ Ու ես շատ հաճախ խորհուրդ եմ տալիս շատերին, որ իրանք ոչ թե խոսեն իրենց արտադրանքի մասին որպես լուծում, այլ անընդհատ խոսեն խնդրի մասին։ Ու երբ որ դու անընդհատ խոսում ես խնդրի մասին, անուղղակիորեն դու արդեն լինելով արտադրողի ինչ-որ մի լուծման, դու միևնույնն է մարդուն ուղղորդում ես դեպի քո արտադրանքը, բայց երբ որ դու շատ կենտրոնանում ես լուծման վրա, մարդը սկսում է կասկածել քո լուծման վրա։ Իսկ երբ որ դու անդադ խոսում ես խնդրից, օրինակ, եթե դու ատամի մածուկ ես արտադրել, որը որ նվազեցնում է, չգիտեմ, կարիեսը 10 անգամ կամ 20 անգամ, եթե դու անդադ խոսես կարիեսից, բայց ձեռքիդ բռնած լինի քո ատամի մածուկը, ինքը ավելի արագ կվաճառվի, քան եթե դու փորձես համոզել ուղիղ կամերային, որ այս ատամի մածուկը հաստատ ամբողջովին խոսած մածուկից 100 գրամա, 15 գրամա, հա։ Այսինքն ավելի շատ խոսալ խնդրից, քան լուծումից։ Շատ լավ, շատ լավ։ Վերջին շրջանն ենք։ Վերջին շրջանը ավելի շատ խոսել համագործակցությունից, քան մրցակցությունից, դա վաճառքի լուրջ գործիք է։ Այդ մասին մենք podcast ունենք, մեր լսարան կառաջարկեն պարտադիր նայել այդ podcast-ը, շատ հետաքրքիր գաղափարներ կան, ինչի մասին եմ ուզում խոսել, կարճ ասեմ։ Ուրեմն պատկերացրեք 4 հյուրատուն տարբեր մարզերում իրար հետ համագործակցում են, տարբեր մարդկանց պատկանող, իրար հետ համագործակցում են եւ ներկայացնում են փաթեթ։ Ուրեմն ձմեռ ամառը լոռիում, ձմեռը արագածոտնում, աշունը տավուշում, ինչ մնաց։ Մնացածը ենթադրենք Վայոց ձորում եւ Սյունիքում, կամ Սյունիքում, հա։ Ինչա ստացվում, որ իրենք իրար չճանաչելով համագործակցում են ու ներկայացնում են սեզոնային պրոդուկտ։ Ինձ ներկայացնում են դա, ես այդ փաթեթը ձեռք վերելով, ասենք ամռանը գնում եմ Սյունիք, ձմռանը գնում եմ մեկ ուրիշ տեղ եւ անընդհատ պատտվում եմ, հա։ Այս տեսանկյունից բոլորի վաճառքը ավելանում է։ Բոլորի վաճառքը բնականաբար ավելանում է եւ 1 տարվա վաճառքները դառնում են կանխատեսելի։ Ընտիր։ Հաջորդ 20-րդ 20-րդի մասին էի մտածում, ես այտենց մի քիչ նապոլեոնական առաջարկ է, հա, ինչ որ մի հատ օր, իսկ ավելի լավ է ինչ որ ազգային տոն քեզանով անելը։ Շատ կարևոր բան է, երբ որ դու երևույթ, այն որ համազգային է, մարդը գիտի որ դա կա, բայց ինքը դες բաց թողված է, որովհետև բարիս բուն իմաստով իշո մեկը պիտի դրանով զբաղվի, հա։ Եթե մենք խոսում ենք ազգային տոնի մասին, ապա պարզ է, որ դա պետք է դառնար պետական, մշակութային եւ այլ եւ այլ։ Բայց քանի որ մտածելակերպը ավելի շատ ոչ գործարար է, եկեք այսպես բնորոշենք, հա, հետեւաբար զարգացումը ինքը դες շաբլոնային է, հա։ Հետեւաբար ինքը ոչ մի արժեք չի կրում ու ինքը բայց ամեն դեպքում ընտանիքում դա նշվում է, ընտանիքը դրա մասին գիտի։ Ու ես ինչից սա եկա, ես այստեղ չեմ զլանա եւ կասեմ, որ բարից բուն իմաստով ես շնորհակալ եմ, արդեն 3-րդ, եթե չեմ ասում 3-րդ տարին է, ուշադիր հետևում էի, հա, եթե չեմ ասում 3-րդն է, եթե խնդրեմ ինձ մեկնաբանություններն ուղղեն, եթե ավել է, հա, բայց 3-րդ տարին դա հստակ։ Զատիկի մասին առաջինը խոսում է Coca-Cola-ն։
Այսինքն տպավորությունն է, որ Հայաստանում եթե Coca-Cola-ն չասի Zadik է գալու, մենք կարող Zadik-ն է մոռանանք։ Այսինքն Ամանորը Coca-Cola-ն է բերում, բայց արդեն Zadik-ն էլ է Coca-Cola-ն բերում։ Հայաստանյան ընկերությունները ոչ մի տոն իրանցով չեն արել։ Ոչ մի տոն չկա, նույնիսկ իրան կարող են, նայ կա ազգային տոներ դու կարող ես վերցնել, կարող ես դու քո սեփական տոնը հորինել։ Սեփական մարքեթինգային ինչ-որ արշավն է կապում։ Նույնիսկ դա ծառայությունների ոլորտում է, նույնիսկ բանկերը, օրինակ կարող են ինչ-որ մի հատ օր ֆիքսեն ֆինանսական գրագիտության օր։ Պայմանական եմ ասում։ Ու այդ օրը բոլոր դպրոցներում, բոլոր երեխաները, չգիտեմ, մանապոլիա են խաղում կամ ինչ-որ մի բան են անում, այսինքն ավտոմատ դու քո բրենդի, քո պրոդուկտի, քո ծառայության շուրջ ստեղծում ես այդ անուղակի էմոցիա, բայց ամենակարևորը մարդկանց մոտ ֆիքսվում է, որ մի հատ հետաքրքիր էմոցիա է ձևավորվում, որ երբ որ խնդիրն առաջանում է, դու ավտոմատ արդեն ցուցակում առաջինն ես։ Ավտոմատ, այսինքն ոչ մեկի մոտ հարց չի առաջանալու, եթե գազավորված ըմպելիք առնեն Zadik-ին, ինչ պիտի առնեն, որովհետև այն ընկերությունն է իրանց հուշը։ Այսինքն կա արդեն կապել ասոցիացիան ու այսպես ու փառք Աստծո, ինչն է հետաքրքիրը, որ մենք որպես ժողովուրդ բավականին մեծ քանակությամբ այսպեսի տոներ ունենք, բավականին մեծ քանակությամբ ակտիվ ենք եւ մեզ խաղացնելը, էմոցիաները, տարվելը, ազարտը մեր համար շատ հետաքրքիր է, ու սա վերաբերվում է իդեպ ասած մի անգամից կամ նաեւ Սամվելյան մի քիչ ուզում եմ քո թեմային կպնեմ, ինքը կարող է ռեգիոնալ լինի։ Ինքը կարող է այդ տոնը պայմանական ոչ թե մի ընկերությանը լինի, պայմանավորված, օրինակ, չգիտեմ, Լոռու մարզի բոլոր բիզնեսները իրանցով են վերցրել արել, օրինակ այդ օրը, այդ դրան է վերաբերվում։ Օրինակ մենք ունենք Լոռի պանիր, բայց չունենք Լոռու պանրա օր։ Կարա չէ լինի Լոռու պանրվա օր, ինչ-որ միտեղ կարող է Լոռու պանիրը вообще կապ չունի Լոռի հետ։ Նշանակություն չունի։ Ոնց որ երկար ժամանակ հետո ես բացատրեցի, որ խնձորեսկը մասին չի։ Այսինքն լիքը մարդ գիտի թե խնձորեսկը խնձորի մասին է, բայց երբ որ գնում ես հասնում ես այնտեղ, պարզվում է ինքը խնձորես չի, ինքը խոր ձորի մասին է։ Ինքը խորը ձոր է, ոչ թե խնձոր է։ Այսինքն, բայց քողերի մեջ ինքը խնձորես կա, դու գնացել ասել ես այնտեղ, ասում ես ուրա խնձորը։ Ուրա իմ դա խոսվում է նրա մասին, որ կարելի է դա մոնետիզացնել ու ինքը հավելյալ արժեք է ստեղծում ու ամենակարևորը դու գոնե տարվա կտրվածքով սա միայն մարքեթինգի մասին չի դու կարողանում ես տարվա կտրվածքով բացի ամանորից բացի ինչ-որ տոներից ունենալ տոն որտեղ քո պրոդուկտը ավելի լավ է ներկայացվում ունես հավելյալ պիկ այսպես ասած Շատ լավ, շատ հետաքրքիր էր, ես մինչև 21-րդը ասելը մի փոքր ուզում եմ ամփոփեմ, ինձ անդադ մտքից մի բան էր, որ մենք ոչ մեկս չխոսեցինք ոչ մի գրքերում կամ շատ ստանդարտ ու դասական բաներում հանդիպող վաճառքի մասին, հա, չգիտեմ, ոչ մեկ չասեց գնացեք էքսպոների, ոչ մեկ չասեց սոցիալական ցանցերում գովազ դրեք եւ այլն եւ հետեւաբար մտագրողը հենց դրանով է կարծում եմ իրոք հետաքրքիր, որովհետեւ ինքը լրիվ այլ ու ոչ ստանդարտ խորհուրդներով է գալիս եւ չգիտեմ կարողանա գուշակել թե չէ 21-րդ խորհուրդը որը պիտի լինի Նայել գործարար մտագրող Իհարկե, նայել գործարար Այդ դրան համար մենք ընկերներ ենք Այո Շատ լավ, իսկ դուք մի մոռացեք բաժանորդագրվել, որպեսզի բաց չթողեք գործարար մտագրողի հաղորդումները, որպեսզի նաև ձեր վաճառքներն էլ ավելանան, բայց նաև թողեք մեկնաբանություններում, միգուցե դուք էլ ունեք մտքեր, թե ինչ քայլեր են պետք անել վաճառքներն ավելացնելու համար եւ իհարկե կիսվեք նաև ձեր ընկերների հետ, որպեսզի ոչ թե միայն ձեր, այլ նաև ձեր ընկերների վաճառքներն էլ ավելանան։ Եկեք այս անգամ բացառություն անենք ոչ թե 5 ընկերով, այլ 21 ընկերոջ հետ կիսվենք։ Այո, կիսվեք 21 ընկերոջ հետ 21 խորհրդով։ Միջ հանդիպում։ Ստեսություն։ Ստեսություն։